Երևանում, հա, հենց Երևանում գտնում ես շքեղ բացօթյա տաքացվող լողավազանով առանձնատունը, որի մասին մեզ ոչ ոք չէր ասել։ Էլ սարեր ձորեր մի ընկեք, ամուսնանում եք, խնդրեմ, հարսի տուն կարաք որպես օգտագործեք։ Ընկերներով եք որոշել հավաքվեք, խնդրեմ, այս տունը իդեալական է, որովհետև պինգ-պոնգը կա, տաղավարը կա, մանգալը կա, ամեն ինչը կա։ Ձեր չսիրած բարեկամների հետ եք որոշել հավաքվեք, թույն փարթի անեք, խնդիր չկա, ստեղ ձեր այդ բարեկամներին հաստատ սիրելու եք, որովհետև ամեն մեկը ձեր համար մի բանով կզբաղվեք։ Մի խոսքով ծնունդ է, կնունք է, նշանդրեք, գենդեր փարթի է, Թուբիա ինչ ուզեք ստեղ կարաք նշեք, որովհետև բոլոր հարմարությունները կա ձեր ցանկացած ուրախ առիթի համար։ Ոյ, կներեք, այդքան էլ ճիշտ։ Լավ, թեմայից չենք շեղում, որովհետև հեսա ցույց եմ տալիս այս շքեղ առանձնատան ներսը, որտեղ կա շատ մեծ ընդարձակ հյուրասենյակ։ Հիշում եք այն առիթները, որ նշեցի։ Ավելի ճիշտ ինչի ես նշեցի, դուք եք նշելու։ Հա, դու կա ես հենց մեծ սարքած այս հյուրասենյակը, դե գիտենք էլի, որ հայերով առիթներին ում ասես հրավիրում ենք, եւ որ 1000 տարի էլ չենք շփվում, բայց մեկը հրավիրում ենք։ Այ մորտ այնքան մեծ այս տուն արդեն շնչուց կտրվեց։ Մի հատ տեսեք ինչ ստիրուն խոհանոց են էլի սարքել են, որ ձեռիցդ բան էլ չգա, այստեղ հաստատ ձվածեղ կարաս կոնե սարքես։ Լավ, հերիքա հիանա, սարի մի հատ ննջասենյակներն էլ ցույց տամ ու ես վсё, հերիքա հոգնեցի արդեն, ստեղ 3 հատ ննջասենյակ ունեն, գիշերը քեֆը տանում ես, քնում ես առավոտ էլ հելնում ես, գնում ես գործի, չես ուշանա հանգիստ տեղի։ Եթե այս վիդեոս ցույց տային հեռուստացույցով, ես կասեի կոդ դեպե 64, բայց քանի որ սա մեր սիրելի ամառանոցերեմն է, դուք ընդհանրապես մտնում եք մեր կայք, գրում եք կոդ ԱՄ 376 ու ծանոթանում բոլոր մանրամասներին։